Նինոցմինդայում աշունը աստիճանաբար զիջում է իր տեղը ձմռանը, օդի ջերմաստիճանի նվազման հետ բնակիչներն արդեն սկսել են պատրաստվել առաջիկա ցուրտ եղանակներին։ Ոմանք օգտվում են կենտրոնացված ջեռուցման համակարգից, ոմանք վառարաններից։ Տեղացիներն ասում են՝ կարևոր է ոչ միայն տաքությունը, այլև անվտանգությունը։ Ձմեռը Նինոցմինդայում միշտ գեղեցիկ է, բայց նաև պահանջվում է պատրաստակամություն։ Քաղաքի բնակիչներն արդեն պատրաստվում են սառը օրերին ապահովելով տաքություն, հարմարավետություն եւ ամենակարևորը անվտանգություն իրենց տներում։ Աշունը մոտենում է իր ավարտին, դիմավորելու ենք ձմեռը, մեր Ջավախյան ցերտաշունչ ձմեռը միշտ էլ կա ու կմնա։ Իհարկե արդեն մի քանի տարի է Նինոցմինդայի որոշ գյուղեր չունեն գազ, բնական գազ չունեն, եւ իրենց ջեռուցումը ապահովում են ինչպես միշտ փեշկով։ Իհարկե դա շատ վատ է, որովհետեւ արդեն ապրում ենք 21-րդ դար, կան գյուղեր, որ այդ հնարավորությունը չունեն, որ գոնե պակսի քաշեն կամ գազի փեշկով օգտագործեն, որ տունը հիս է, մուր է, տարբաները թափ տալ է, դիք արդեն շատ վատ բան է, էլի։ Ճիշտ է, յուրաքանչյուր մեկ սայդի կերել ենք, բայց արդեն քանի տարի է անձամբ ես օգտագործում եմ գազին փեշկը ու շատ լավ է ու շատ ծերնդու է։ Ու դիք բարդ տանկացնում որ գոնե էդիկ մեր շրջանի մեր Նինոցմինդայում մեջ բնական գազը եղավ։ Ու շնորհակալ ենք այն մարդոցին, որ այդ ամեն ինչը կազմակերպեց, որպեսզի գոնե 20 գեղ ունենան բնական գազ։ Իսկ եւ արուր չունի, թող իրենց համբերությունը լենա, ախր հնարավորություն կլինա իրենք հակ ունենան։